Zero. Բարև ձեզ, սիրելի հայրագիստներ։ Ուրախ եմ այսօր իմ հյուրերս, իմ մասնական ընկերներս այրին իրենց օգտած եմ շնորհիվ ասկային ժողովրդական բևերին։ Այսօր ուրախ եմ, որ իմ հյուրերս են բևերի երկու տեխնատուներ, երեսար տեխնատուներ Սամվել Մանյան, հայրենտարց եւ Արեգ Սադոյան, բայկարող։ Ուզեմ հիշեցնել, որ Արեգ Սադոյանը սասնաձրeu դեպքերն ադեն ինչպես որ գիտեմ, երեք ամիսով ցերպակարված է։ Ճիշտ է Արեգ։ Բարի երեկո ձեզ, շնորհակալություն հյուրընկալելու համար 4 ամիս։ 4 ամիս։ Մի քիչ 4 ամիս, ուրեմն ահա մասիկ մեծ շարժումը, որ Սամվելը թողած է հակիս երկիրը Բելարուսիան եկած է Հայաստան բայկարելու, Արեգը արդեն զոհությունը հստակ է եւ վստահ եմ որ Սամվելն նշալ անգամներ ուրիշ բաներով զոհված է։ Սամվել բիդիսկսին կեզմե տուն Բելարուսիան եկած է Հայաստան։ Առաջին անգամն է որ ինձ համար լիբանանի համար անսովոր երևույթ մնե որ ուսակցությունը իսկապես ոչ թե գզիչի, այլ արիտ կուտա որ այլ երասարտներ երևին փոխանակն է սեմասնելու, որտեղ ըստ հայկական ավանդության Լիբանանի եւ Սպիրկի հայկական ուսակցությունների մեջ ամոր չի վայելեր մորեղբայր հայր թիգունք եւ բավական խելացի է այդ անձը անփախցալի դար է, որովհետեւ պետք է զզվեսեն հերացնեն հանգարց իր զավակին կորոջ որդին եւ փոր որդին արիտ չի դա որ անոն ժառանգությունը սպառնա ինչպես կնահատես այս վիճակը որ փեվերը իսկապես որ գավառական շարժում դուրս եկավ եւ քո նման երասարտներում արիտ մտավ խնդրեմ բանամ է դե բանը ես Չէ արեք հարցումը Սամվելին է կասնեմ են քեզի Բարև ձեզ շնորհակալություն Պետրոսյան հյուրընկալելու համար նշեմ որ ոչ թե Բելարուսիայից այլ Ռուսաստանի Դաշնությունից եմ եկել 2021 թվականին ապօրվեցի դե Բևերի գործնեությունը այսինքն Բևերի նախորդ կազմակերպության գործնեությունը հետևում են դեռ Ռուսաստանում ապրած տարիներից Միշտ համակրել եմ ազգային գաղափարախոսությանը, ազգային շարժումներին ու ես ինքս ինձ համարում եմ ազգայնական, կարելի ասել, ազգային գաղափարներ գրող, հետևաբար պատահական չէ, որ ես հայտնվեցի այս կուսակցությունում, այս շարժման մեջ Իհարկե ողջունելի է որ երիտասարդներին հնարավորություն են տալի ինքնադրսևորվելու, դա պետք է շուտ վաղուց արվեր եւ ինձ թվում է արդյունքներ կգրանցենք Մի քիչ կողմից այդքան հստակ չէ Սամվել, այո խնամ ուզեմ երկու բառով ներկայացես դու քեզ ավելի կոմասին որտեվ դու նոր թեմ կես գներես այսինքն հանրության մեջ դակավի բևերի երասարտները շատ ակնան զարմունք չեն տերևս կամ բնական է կոմասիտ մի երկու երեք րոպեվա խնդրեմ ներկայացնես որտեվ ուզեմ որ քեզի զամոնտանան քվեարկողները քեզի քվեարկեն մեկ խոսքով Ճիշտ ես բևերին միացել եմ ինչպես նշեցի 2021 թվականին 21 թվականից ակտիվ օգնության մեջ ենք Կներեք կողմը ցամեգա որ repeat կրեք որ once for կողմը ցամեգա որ խախտցնեք Երևի կապերից է հա հասկանալի Ուրեմն մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ համալսարանը մասնագիտությամբ եմ աշխատել, քանի որ պետք է եկա տեղափոխվեցի Հայաստան, որպեսզի ծառայեմ Հայաստանի զինված ուժերին, բայց առողջական որոշակի խնդիրների պատճառով կարողացա բանակ չտարան, ոբշեմ ու դրանից հետո նորից տեղափոխվեցի Ռուսաստան, այնտեղ երկար տարիներ աշխատել եմ տարբեր բնակավարներում եւ վերջնական Ռուսաստանից տեղափոխվել եմ Հայաստան 2021 թվականին։ Հիմա աշխատում եմ Էրալավերդիում, Թումանյանի շրջանում։ Աշխատում եմ պլանավորման ճարտարագետ։
36 տարեկան եմ, ամուսնացած չեմ։ Ну, եթե այսքանը գիտեք, Այո, հասկանալի է գվերտանանք քեզի։ Ալեքսանդրյան, նաև քեզի ուզեմ 5 րոպե դու քեզ ներկայացնես, նախ կուզեմ մի փոքր պատմես Սաստանձերով դեպքերում դու 4 ամիսով ինչքան որ գիտեմ կանավորված ես, այդ դեպքերezi պատմես։ Դե քեզի վկայությունը որ դու Հայաստանի համար զոհված անցես եւ դու մասի մի քանի րոպեով խնդրեմ ներկայացնես Հանդուճան, հրամեցեք։ Եվ գարձեմ ձեր հայրը պատգամավոր էր, անա եթե գուզես անալ նշել ուզեմ անալեցել։ Հայրս ազգային ժողովի նախկին պատգամավոր Արշակ Սարյանն էր, 2007 թիվ մինչև 91-ից մինչև 2007 թիվ եղել է պատգամավոր, դրանից հետո այլևս քաղաքական ակտիվ գործունեությամբ չի զբաղվել եւ չի ընտրվել պատգամավոր։ Իմ մասին կասեմ հետեւյալը, ինչպես հայտնվեցի այդ թոուբոյի մեջ, ուրեմն ասեմ, հուլիս ամիսներ, կարծեմ, եթե չեմ սխալվում, հուլիս ամիսներ։ Ես լուրերով նկատեցի, որ այդ բանը, այդտեղ այդ ՊՊՑ գնդի հետ կապված այդ իրողությունների մասին իմացա, ու դրանից հետո ակտիվ այնտեղ հավաքներ էր լինում, մարդիկ հավաքվում էին, տարբեր անգամ մտավորականներ, բաներ։ Ես էլ ցույց հետաքրքրությունից ելնելով, բացի այն, որ դրանից առաջ էլ ես եղել եմ բանի Բևերից առաջ ինքը Սասնա-Ծռերից առաջ բաներ ինքը նախախորհրդան էր, հետո դարավ հիմնախորհրդան, հետո 100-ամյակն առանց ռեժիմի, ես միշտ այդ շարքերում եմ եղել, ու ակտիվ եմ եղել։ Հիմա զուտ քանի որ այդ տղաներն էին, ծանոթ էին, բան, շատերը գիտեի անձամբ, ես գնում էի, մասնակցում էի ցույցերին, բաներին, ուղղակի այդ օրը չգիտեմ ինչ տեղի ունեցավ, շատ սաստկալի բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ջարդ եղավ եւ այդ իբր ոստիկանների նկատմամբ բռնություն եմ կիրառել, այդ խոհենացու դեպքերի, հենց է կոչում ենք խոհենացու դեպքեր էլ, հուլիսի ամսին, ձերբակալեցին, մեղադրանք առաջադրեցին 225-րդ հոդվածի 2-րդ կետով ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու հետ կապված, իբր Վահանն եմ քաշել, անպաշտպան եմ թողել, որ ոստիկանը մնա անպաշտպան եւ այլն, էլի, ինչ sense բաններ, հոդվածներ էլի, sense մեղադրանք է։ Հա, դե 4 ամիս անցկացրել եմ Սովետաշենի կալանավայրում, ցավոք սրտի։ Ու դրանից հետո էլ ավելի ակտիվ ես մասնակցել եմ արդեն այնտեղ դե կամաց Սասնա-Ծռեր շարժումով ձևավորվեց, փոխվեց դարձավ ազգային ժողովրդավարական բևեր եւ ես այն ժամանակ էլ արդեն իրանց հետ էի ակտիվ որպես աջակից էի, մինչեւ այսօր էլ աջակից եմ եւ առաջարկ եղավ որպես տեխնատությունը առաջադրեմ, ես չմերժեցի միանշանակ ոնց որ ասում են ընդունեց այդ առաջարկը, ինչի՞ չասենք պետք է ակտիվ լինեն, մասնակցել եւ ես կողմ եմ, շատ ուրախ եմ, որ ինքը վերջապես ընդունեց այդ ֆակտը, որ պետք է մասնակցի ընտրություններին, էլի։ Դեպի դա մինիմալ բանով էլ անցնի, էլի ես կհամարը մեծ ձեռք բերում ազգային ժողովում, էլի։ Այսքանը։ Հասանք Չերնյուտին։ Սամվել Մանյան, ասի մասնան գարջիկս է։ Ինչ որ ես կտեսնեմ Հայաստանի մենք ժողովրդին 75% ասի իշխանությունը ոչ մի կերպ չի անդուրժեր եւ ավելին ասի ամենը նուրբ ծավալներում որ օրվա իշխանության հանդեպ շատ վատ, այսինքն եթե ես բարձ էջմիածնեն կանեմ ժողովրդին առօրյայի մեջ արդեն այս միտը օրվա վարչապետին թեմը ցաներ խոսքեր, ադելություն, չի հանդուրժել եւ այսպես բաներ, ես ադելության մասին չեմ սիրել խոսի։ Ես այսպես կմոտենամ, որ այս ընդրությունը ինձ համար վերջին հանգրվանան չէ, այո, վճռական է շատ, բայց վերջին հանգրվանան չէ, մեզի պետք է որ ազգային ժողովրդական բևերը քաղաքական եւ ազգային դաշտին բացակայ չլա, որովհետեւ մենք նման ազգային ուժի պետք ունենք, որտեղ չեմ հավատում որ իշխանությունը մի շարունակի, գնալ ընդրուչապ երթա, գնալ որ Տավշյա խաղաղ հեղափոխության պետք է, սակայն ես չեմ տեսնում որ ժողովուրդը այս իշխանությունը կանադուրժե, նամանավանդ որ պիտի անորմասին խոսենք հաջորդ հարցումին, ընդրական օրենքը շատ ինքնին արդեն գերձիկ մնա այսի։ Արդյոք տուն չես մոդենալ որ բևերի հետ մասնակցելով եւ ասկային ուժին չավար բայելով, դինամիկ բայելով իր դերը պիտի շարունակի եւ շատ ավելի ակտիվ եւ այս ընդրությունը արիտ կհանդիսանա որ բևեր ավելի արմատանա ժողովրդի մեջ։ Խնդրեմ 5 րոպե քեզ։ Շնորհակալություն։ Այո, իհարկե։ Դա հնարավորություն է, որպեսզի ժողովրդի մոտ ավելի ճանաչելի լինի ազգային ժողովրդավարական բևեռը,
Բայց դու ճիշտ նշեցիր, որ ընտրություններով չէ, որ որոշվում է, Բևերն ունի ահագին ճանապարհ անցած, եւ մինչեւ Բևեր կոչվել է, ինչպես Արեգը նշեց, ամոթ 10 տարուց ավելի արդեն այս բուրըն քաղաքական process-ների մեջ է եւ այն քիչ ուժերից մեկն է, որը իրոք իր սկզբունքները չի դավաճանում, միշտ եղել է արմատական եւ բովանդակային առումով ինքը պետականաշեն, պետականաստեղ, պետականամետ քաղաքական ուժ է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ հենց Բևերը գոնե հաղթահարի այս մինիմալ շեմը։ Ու ես հավատացած եմ, որ ժողովուրդը կարող է անակնկալ մատուցել, զարմացնել եւ մենք կարող ենք անցնել ազգային ժողով։ Ասկայն ունի ստակավներ ուրով եք լավ Արեգ ջան ես գիտեմ քեզի մոդեն ու միշտ ասկային եւ ասկայնական ես ինչքան ասկայնական որևէ ասկայնական հոտ կա անոնց հանդեպ ունի սեր եւ ճաշտամունք որ իհարկե վետերան բևերական ես եւ ուղղափառ նշտական ինչքան ես քեզի գնամ մգայել առանց վարանելու Արդյոք ավելի շերալար այսօր դժբախտաբար ասկային ժողովրդական բևերս երևույթին այսպես ասված ասկային ուժերում կամ աչին կամ արևմտամետ կամ ընդհանրապես այս բայկարի մեջը ես կուզեի տեսնել ավելի կոալիցիայի մեջ բայց այս երևույթին մենակ է այսինքն ամեն մեկ ասկային ուժ կամ ուրիշ ասկային ուժը շատ կարգեմ սա հարցակում չէ այլ ասկային ուժերու հանդեպ սակայն ամեն մեկ ասկային ուժ կաթած է իր ճանապարհով եւ այսպեսով մեր ուժերը այսպես չլատված են Ինչ կուզեցել, օրնագի համար հիմա այմը մի չի մասնակցի, ես ինձ համար այմը և պևերը ինձ համար նույնն են, տարբերություն չեմ նստել, արդյոք ավելի ճիշտ է, որ իմ այմը մի չի մասնակցի կամ այլ ուժեր, իրենց կվեներ դան ծեր նման ասկայնականներով, որը ծեր ասկայնականությունը, այսինքն ոչ մեկը չգնարողանալ, ունի սինկրով է։ Ուրեմն այդ ճիշտ նշեցիք, ուրեմն մեր իրականության մեջ դա շատ լուրջ պրոբլեմ է այդ պարակտվածության հանգամանքը իրոք իսկապես շատ պարակտված են, որտեղ ամեն ցանկացած ուժ այսինքն աչական կամ ազգայնական ուժ միշտ չգիտես ինչի հատկապես նորաստեղծ ինչ որ ուժեր միշտ իրանք ասում են լավ այդ դեպքում բանա մենք ճիշտը այս ուղղությունն է որ մենք գնում ենք եւ այս ուղղությունը ամենաճիշտն է մենք չենք ուզում ոչ մեկին միանանք այն մյուսը մի ուրիշ պատճառաբանություն աբռնում այն մեկը ասում է չէ սրանք սորոսական են այն մյուսը ասում է չէ ամերիկամետ են մյուսը ասում է բանա չգիտեմ սիոնիստ են տարբեր ամենի պատրվակ հիմնականը թազա այս նոր ուժերի մասնախոսքը ինչ որ մի պատրվակ են գտնում որպեսզի չմիավորվեն իսկական ազգային ուժին այն դեպքում երբ որ առանց վերսած իրենք ընդհանրապես որևիցե շանս չունեն Էս պահով ինչ ոչ փորձ ունեն, ոչ հասկանում ես կամք չկա այդ միասնական մենք վերածել ասի Արցախով այլ ուժերով հետ արիք, այսինքն մենք ավելի կուզենք ոչ համակորձակցություն, չենք ուզել ասին վերածվի թերախավորելու այլ ասկային ուժեր, խնդրեմ։ Չէ, դա թիրախավորելու խնդիր չկա, այսպես ոչ մեկին չեմ թիրախորում, պրոստը դաժան իրականություն եմ ասում, որ իրանք այդ նորաստեղծը մի քիչ ավելի իրանցից փորձառու ուժին, որ ինչ որ գոնե ռեսուրս ունի, ասենք, կամ իրանցից առավել շատ ռեսուրսներ ունի, այդ ուժին միշտ թիրախավորում են, ինչ որ անուններ են կպցնում ու միշտ բան են անում, ինչ որ թիրախավորում են, էլի, տարբեր տեսակի կլիշեներ են կպցնում։ Իսկ օրինակ բանի դեպքում իրանք չեն պատկերացնում, ասենք, որ աշխարհը փոխվել է եւ ասենք այդ նմանատիպ ծայրաստիճան ծայրահեղ մոտեցումները այս օրով այս դարաշրջանը ուղղակի չի աշխատում անգամ այսօր են ազգայնականները որ կան օրինակ եվրոպական երկրներում եւ ասենք արևմտյան երկրներում որոնք այսօր ռեյտինգները բավականին բարձր են իրանք այդ ծայրահեղ ազգայնականները չեն այս դարաշրջանում ծայրահեղ ազգայնականությունը չի կարող հասնել այն հաջողությունների ինչ որ ինքը ասավ ասենք 70 տարի առաջ կամ 80 տարի առաջ հա երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի այդ ուժերը չգիտեմ ես չեմ ուզում գնահատական տամ դա լավ է թե ոչ բայց չէին կարող իրեն որտեղ դարաշրջանը զգալի փոխվել է գլոբալացվել է աշխարհը ավելի եւ
այն ուժերը, որ Հայաստանում նորաստեղծ կան, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով չեն ուզում ինչ որ միավորվեն կամ իրենց մոտ խնդիրը կա, մարգինալացման խնդիրն է դրված, որ չեն կարողանում, չեն ուզում կամ չունեն, ռեսուրս չունեն, ինչ-ինչ կլիշեներ են գցել, որ չմիավորվեն։ Իրա դրա մեջ զախողում են միշտ։ Իսկ օրինակ այն պարագայում ցավում է, որ ինքը չմիացավ, այն բավականին լուրջ ուժ է, բավականին պատմություն ունեցող, իրենց այդ առաջնորդի բավականին մեծ հարգանք ունեմ իր նկատմամբ։ Չգիտեմ, իրենց որոշումն է, ես հիմա ճիշտ ասած չեմ կարող ասել, իրենց տեղը չեմ կարող ինչ որ դիրքորոշում արտահայտել, բայց ինչ կոչվում է արդյոք այ մագանները որ փևերին կվերգեն օրինակ եթե չի մասնակցին այ մագանները ավելի ճիշտ չի գլավոր այսինքն իհարկե իրենց բնական եղբոր քույր եղբայր գուսակցություններ են իրենց բնական կվեն կա ասկայն ժողովրդական փևերին Սամվել ջան հաջորդ հարցումը քեզի դու բլոգեր ես վստահ եմ ամերիկյան հետևողներ եք դուք որտեղ քաղաքականության մեջ հետևող անցիկ եք երկու ուժ կա ամերիկայի մեջ որ գսեն grassroots որ բավական լուրջ հաջողության հասած է դեմոկրատներու մեջ բռնի սանդերսը իբր դեմոկրատական սոցիալիստ է ինքը սոցիալիստ չէ սոցիալ-դեմոկրատ է ալի չի հարցը սակայն բռնի սանդերսին մեդիան ինքը գվստայի կոնոման բլոգերներուն տուն օրինակ համար փեվերականից եւ բլոգերես ունի սկու բավական լուրջ ալիքը 10,000-ն ավելի անդամ ունի Կարլեն Գրադևոսյանը նաև փեվերական է նաև ունի բավական լուրջ ալիքը դիր մեդիան որ բավական արմու կանած է ես այմ համես ալիկովս մենք այսօր կորզունենք ուժերու հետ որ ունին հսկա ռեսուրսներ դրամական եւ մեդիա եւ այլն եւ մեր միակ այսպես ասենք հագաշրոզ ենք ցերնման բլոգերներն են ինչ պետք է նպևերը որ գրնա այս մեդիա բլոկադային մեդիա բլոկադա բարիես չեմ սիրը որտեղ ոչ մեկը բլոկադային դակ չէ սակայն հավասար չեն ուժերը այսինքն նույնիսկ արդեն անարտարժե է որ բոլոր մեդիաները հավասար ուժ չունին դրամն է որ գիշխե ինչպես պետք է անենք ասկային ուժի այսպես մեր ալիքները բլոգերը որ փորձանք հագագշրել եւ մենք ունենալ մեր ակտիվ ներկայությունը մանավանդ սպիրկի հանտե որտեղ սպիրկի մարդիկ մեդիկան եւ քվեարգեն խնդրեմ Դե քանի որ ֆինանսական ռեսուրսներով բևերը չի կարող համեմատվել մյուս ուժերի հետ նկատի ունեմ առաջին հնգյակում գտնվող ուժերի հետ պարզ է որ պետք է մենք գործենք մեդիա դաշտում եւ դու ճիշտ նկատեցիր որ այսպիսի փոքր ալիքներն կարող են լուրջ ազդեցություն ունենալ եւ այն մարդիկ ովքեր շահագրգռված են ովքեր համակրում են բևերին պետք է տարածեն բևերի գաղափարախոսությունը պարտադիր չէ որ հարցազրույցներ եւ այլն կարևորը գաղափարախոսությունն է իսկ ինչ է այն 4 կետերը բևերի որ իրենք արդեն քանի տարի է ինչ նշում են դա անցումային կառավարության ստեղծումն է դա լյուստրացիան է անցյալի իրավաքաղաքական գնահատականն է ճիշտ է այո եւ բևերի համար 1 ու ամենակարևոր տարբերությունը մյուս ուժերից ինչով է տարբերում տեսեք 23 ուժ է չէ այսօր հայտ ներկայացել որ մասնակցում են ընտրություններին եւ գրեթե ոչ մեկի մոտ չկա միացյալ Հայաստանի ստեղծումը միայն բևերն է որ ունի այդպիսի նպատակ դա Վիլսոնյան Հայաստանի ստեղծումն է այսպես ասած ճակերտար Վիլսոնյան Հայաստան ինչու Վիլսոնյան որովհետեւ մեր արևմտյան սահման այսինքն Թուրքիայի հետ վճռվել է Վիլսոնի իրավարար վճռով իսկ ավելյան սահմանը Ադրբեջանի հետ դա ազգերի լիգայի զեկույց առաջարկով է որոշվել այսինքն մեր իրավական սահմաններին եւ իրավատիրությանը տեր կանգնելու հայտ ներկայացված միակ ուժը դա ազգային ժողովրդավարական բևերն է սրանով է բևերը տարբերում մնացած ուժերից եւ մեր առաքելությունը պետք է լինի այս գաղափարի տարածումը ժողովրդի մեջ եւ վերջերս երբ ես Երևան եմ մի այսպիսի
ակցիա սկսեցի, այնտեղ պատկերված է Վիլսոնյան Հայաստանի քարտեզը եւ նշված է նպատակ։ Եվ հենց այս նպատակը պետք է մեծ եւ միացյալ Հայաստանի ստեղծումը պետք է տարածվի եւ արմատանա ժողովրդի մեջ։ Տեսեք 5 տարի առաջ երբ Բևերը խոսում էր, նույնիսկ 5 չէ, 2000 սասնածռեր այն ժամանակ խոսում են ռուսական վտանգի մասին, ռուսների Արցախի կորստի մասին, ոչ մեկը այդ ժամանակ լուրջ չէր ընդունում նրան, նույնիսկ Արցախ մուտք գործելուց ծեծի ենթարկեցին, հիշում եք Բերձորում։ Դրանից հետո խոսում էր, որ պատերազմ է լինելու, խոսում էր, որ Ռուսաստանը լքելու է տարածաշրջանը, Ռուսաստանը մեր թշնամին է։ Այսինքն այս մարդիկ ինչ կանխատեսել են, ինչ գաղափարներ տարածել են, նրանք իրականություն են դարձել։ Այսօր ամենա հակառուսականություն այսօր տարածում է Նիկոլ Փաշինյան ԿՊԱ-ականները։ Սա կատակ է, անհամ կատակ է սա։ Սա կողի անհամ կատակ է։ Տեսեք, բայց առաջինը մենք էինք, որ զգուշացնում էինք Ռուսաստանի վտանգի մասին, բայց իրականում իրենք հակառուս էլ չեն, ուսու այդ հարցը տվեք Արեգին, Արեգն ավելի լավ կպատասխանի։ Բայց ինչ եմ ուզում, բարձ այն էր, որ պետք է անել, ես ասում եմ, որ պետք է մենք նրանց հետ այդ մյուս ուժերի հետ կարող ենք պայքարել միայն մեդիա դաշտում։ Գետնի վրա իրենց հետ չեն կարող պայքարել, ռեսուրսներով չեն կարող պայքարել, քանի որ անհամեմատելի է նրանց ռեսուրսները մեր ռեսուրսների հետ։ Ես այդքան եմ, սակայն այլ թեմա է։ Արեգ ջան, Բարոն Բաբյանին վստահ համագրողներն ես, հարկանկս Հայաստանի հայ ասկի դիվանագիտության 30 տարվա վերջին 30 տարվա ասվածին, դիվանագիտության ասվածին։ Ասիկա ամբողջ արարական եւ արտար գրնալար ես շատ քննադատողները մեկը եղած են բևերին ուշքին գերբով դու լավ գիտես ինձ շատ մոդիկ է սակայն ամբողջ գուրանա որ Արաբաբյանը մեր 30 տարվա դիվանագիտության ասվածն է գամ ու անարտար է գամ ու քաղաքական պետք չէ սպառվի որովհետեւ այդ մեկը չես կնալ ունանա այսպեսի միտքը արդահայտես որ դիվարդեն որ բավական դրամպանական գրնալար անհետետ չէ հեսա որ Փաշինյանիզմը այսպեսի մոլորությունը գծած է շուգան, որ մեզի հերացնում է Ռուսաստանին, սակայն խորքի մեջ Թուրքիայով մոդենալը ացեվով արևմուտք կերտալ չէ։ Իսպես սակայն Փաշինյանիզմի պրոպագանդան ունի զարմանալիորեն այդքան ընկալում, որ բեք իսպիրկի մեջ չեր ունենալ զարմանալիորեն։ Դուք ինչ կուզեք ասել, դուք որ բարոն Բաբյանին հավաքիրներն եք, արդյոք մենք իսկապես Թուրքիայով մոդենալով այդ խողովակով կերտանք արևմուտք, չէ՞ մենք կերտանք Թուրքիայով զոզը խտրեմ։ Ուրեմն ասեմ ձեզ, տեսեք, հիմա sense մատ սիտուացիա ես մտածում հետեւյալը, այսօրվա իշխանության տեսլականը, տեսեք, հիմա ես փորձեմ օբյեկտիվ վերլուծեմ, իրանց տեսլականը այս իշխանության իրանք պատկերացնում են, որ ճանապարհը դեպի արևմուտք եթե մենք լսենք նաև այդ Նիկոլ Փաշինյանի սազանդարների ելույթները, իրանք էլ են նույն բանը կրկնում, ապարվերաբարացնում, որ այդ ճանապարհը անցնում է Թուրքիայի տարածքով, այսինքն ցամաքային Թուրքիայով պետք է մտնես եւ դուրս գաս Ստամբուլ Էդիրնեով դեպի Բուլղարիա եւ այսինքն այդ լոգիստիկ ուղին այս կողմն են պատկերացնում։ Ես իհարկե կա նաև այլ ճանապարհ, օրինակ Վրաստան, Փոթիս, Սևծովով դեպի Բուլղարիա կամ Ռումինիա։ Հիմա այս մարդկանց պատկերացումներն մտնում է Թուրքիայի տարածքը։ Տեսեք, վերջերս հանդիպում եղավ Կարսի Գյումրի երկաթգծի մասին էին խոսում, որ պետքա բացվի, Եվրամիությունը ողջունեց, ինչ առումով։ Եկեք ասենք, էլի իրանց հիմա Եվրամիությանը պետքա, որ Հայաստանը մտնի իրենց ազատության գոտի։ Ամսի 5-ի այդ հանդիպումը գագաթնաժողովը որ տեղի ունենալու դրա վառ ապացույցն է հիմա իրանց օդ ու ջրի պես պետք է եւ Վրաստանը եւ Հայաստանը իսկ հետո երբ որ Իրանում այդ հարցերը կարգավորվեն նաեւ դեպի Իրան ճանապարհ կբացվի եւ նաեւ բան հնդկական օվկիանոս այսինքն իրանց պետք է այդ լոգիստիկ ճանապարհը դեպի հնդկական օվկիանոս Պարսից ծոց այսինքն հիմա իրանք Եվրամիությունը գիտեք ոնց է իրանց պետքա որ այդ բացվի այդ ամեն ինչը Հիմա թե Հայաստանի իշխանությունները Թուրքիայի տարածքով կբացեն, թե այլ տեղով կբացեն,
Գիտեք ինչ, շատ դեպքերում իրանք չպետք է մեր շահերը մեզանից ավելի վեր դասեն։ Մենք պետք է այդ մեր շահերը ավելի նպատակ ծառայեցնենք մեզ։ Հիմա իրանք այտենց են պատկերացնում, ողջունում են, ասում են դե կարս Գյումրի կարս երկաթգիծը բացվի, իմիջիալս շեշտեմ, որ նաև ասեմ, որ մենք չենք փակել մեր սահմանը կամ շփման գիծը սահմանը չէ, կներեք, ավելի ճիշտ արտահայտեմ։ Մենք չենք փակել, մեր կողմից միշտ բաց է, դա Թուրքիայի կողմն է միշտ փակում ինքը, որ բարբերաբար մեզ շանտաժ է ենթարկում քաղաքական։ Հիմա Եվրամիությունն ասում, ախպեր ջան, դուք սենց եք ուզում, ախպեր ջան, թող սենց լինի, ձեր ուզածով է, եթե սենց եք ուզում, թող սենց լինի։ Ես ասեմ հետևյալը, Թուրքիայի հետ կապված այդ բացվի, եթե Թուրքիան բացի, վտանգը կարա լինի նաև այսպես։ Օրինակ բանը թուրքական ամբողջ գյուղտնտեսությունը ամբողջ հայկական շուկան կգրավի, իրանք կբերեն այս ժան գյուղմթերքը, կատնամթերք, ամեն ինչով կողողեն հայկական շուկան փոքրը, Թուրքիան պետությունը կսուբսիդավորի այդ գյուղտնտեսվարողներին, որտեղ իրանց նպատակը Հայաստանը գյուղատնտեսություն Հայաստանի գրավեն։ Մոտավորապես մի 500-ից 600 հազար մարդ այսօր ակտիվ զբաղվում է գյուղտնտեսությամբ։ Եվ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի գյուղտնտեսությունը որպես այդպեսին կոչնչանա։ Շատ բարձ օրինակ բերեմ, էլի պրիմիտիվ, մի բանով օրինակ բերեմ եւ այսքանով երևի սահմանը փակվենք։ Մեզ մոտ եթե կաթ արժի 700, 1 լիտր կաթ արժի 700-ից 1000 դրամ կամ 1100 դրամ, նայած կներ։ Թուրքիան կրկնակի քարակի էժան կբերի եւ ամբողջ շուկան կողողի։ Վտանգը այս առումով սա շատ լուրջ վտանգ է։ Այս վտանգը կա։ Հասկանում եք, իսկ Եվրամիությունը կներեք ինքը չի դնել, օй, չէ, սենց բան մի արեք, այս մյուս կողմով արեք, այս սև ծովով եկեք կպեք։ Իրանց պետք է շատ կներեք, այսօր մի հատ եկեք ճիշտ է խոսանք, հա, Բրյուսելում նստած չինովնիկները, դա տեսեք իրանց երկրում, ասենք, ինչ է տեղի ունենում, էլի, այդ նույն խնդրեմը, այնտեղ ուրիշ խնդիրներ կա, այնտեղ կանաչ էներգետիկայի խնդիրն է, այնտեղ միգրանտների խնդիրն է, իրանք շատ անգամ ուզում են, որ խնդիրը լուծվի։ Խնդիրը ոնց կլուծվի, էդի նաև կոպիտ ասած մենք են մեր ձևով, ոնց որ մեզ է հարմար, մենք այդ ձև պետք է մոտենանք։ Հասկանալի Արեգ ջան, Սամվել ջան, մեր վարչապետը միշտ մեզի այսպես կհավաստիացնե վախնալու բան չի, ամեն ինչ կարգին է, սակայն միշտ արդյունքը կլա, որ շատ մեծ փորձանք, հիշում եք Վերջին պատերազմը հաղթելու ենք 43 օր, 44 օր ասա ու ինչ ենք խոսում շրջափակված ենք եւ փորձանքը բադալեն վերջ կարտարանը նախկինները ոչինչ անցան առաջ։ Վերջին իր հարցազրույցը ես տիպաճով, որտեղ ես ընդհանրապես իր հարցազրույցները չեմ լսել խոսքին բացը, ես հա չհանդուրժող իրավիճակ ունեմ, որովհետեւ Հեսա որ մենք ազերի դիվանագետներով երբեք ազերիներուն վերադարձը այստեղ չենք կնարգում, սակայն եթե մենք պատմություն նայենք, միշտ այդպիսի հավաստիացումներ կվերջանան մեծ աղետներով, այսօր դու քո համոզում ինչ է, արդյոք մենք եթե ասֆալտ չնայած իշխանությունը անդրությունը շահի, արդյոք իսկապես 300,000 ազերի պիտի Հայաստան, որ Հայաստանի վերջավորությունն է, չէ՞ վարչապետը գավաստիացնի, որ դες բան երբեք չի եղել, այսպեսի քննարկում չի եղել։ Դու իբր փորձարու հայ երասարդ ինչ կուզես ասել։ Ունտարամին դասը է միաչալոց։ Դու ճիշտ նշեցիր Պետրոսյան, որ վարչապետի ոչ մի խոսքին չպետք է հավատալ։ Նրա քաղաքական անցյալը երբ նայում ես, իրենց որոշումներով միշտ արել են հակառակը։ Եվ դատելով այդ լոգիկային եւ տեսնելով Ադրբեջանի նախագահի արձագանքը եւ հայտարարությունները այդ մասին, նրանք սկզբունքորեն քայլ առ քայլ իրենց բոլոր կետերը այդ կապիտուլյացիոն պայմանագիրը, որ մեզ պարտադրում են, քայլ առ քայլ բոլորը առաջ են տալել եւ այ այս վերջինը նույնպես շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո ադրբեջանցիների ասած ճակերտավոր վերադարձ Հայաստան լինելու է եւ սա
հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ մահացու ռումբ է լինելու Հայաստանի ներսում եւ նույնիսկ առանց պատերազմի մենք դառնալու ենք Ադրբեջանի պրոտեկտորատ։ Ադրբեջանի այսպիսի ռետորաբանությունը եւ այսպիսի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ թշնամի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի կազմաքանդմանը եւ եթե մենք չդիմադրենք եւ չպայքարենք նախ ներսի հակապետական միավորումների դեմ մենք հաջողություն չենք ունենալու։ Եթե այսքան Լեքջան ին հարցումը քեզ եւ ունին տաղավին 7 րոպե ուզեմ քեզ դա 4 րոպե եւ բաղելով արեկին հետ Սամվելին հետ ես համոզված եմ տուն համոզված ես Սամվելն համոզված է որ եթե ասկային ժողով եթե մենք ունենանք ասկային ու իշխանություն ասկային ժողովրդական բևեր pedagogamet բևեր հայ ասկին բրգելու այդ փորձալու ղեկավարներն այդ բերակը գարաչարգեն իսկ եսել քվեարկողներ ունի 7.5 րոպե քեզի մեջ ուտամ 4.5 րոպե իսկ եսել քվեարկողներուն որ ասֆalt չնե մի թողեք որ Փաշինյանը ընդրեք ասկային ուժը կարող է մեզի բրգել խնդրեմ հրամեցեք Ուրեմն ես որպես քաղաքականին երկար եւ փորձառու ակտիվիստ քաղաքական դաշտում եւ քաղաքականին ակտիվ լինելով որպես ընդդիմադիր դաշտում ես ժողովրդին կգնամ պարզ լեզվով բացատրեմ հետեւյալը եւ հույսով եմ որ շատերը կլսեն եւ համոզված եմ որ կհամաձայնեն ինձ հետ ուրեմն կուզենամ ասեմ հետեւյալը հարգելի հայրենակիցներ ընտրությունը երկու կեղտի մեջ չեն անում Պետք է հասկանաք էլի դուք որ ընտրությունը անում են լավի եւ վատի այսինքն եթե սա վատն է այսինքն տեսեք սա վատն է այս մի ձեռքը Այդի հաստատ այս չպետք է ձախը ընտրես որը որ եւս վատն է այսինքն ընտրությունը չեն անում վատի եւ վատի միջեւ ընտրությունը անում են լավի եւ լավի միջեւ հիմա հիմնավորեն ինչով խոսում երբ որ Քոչարյանին եք ընտրում որ իբր Փաշինյանը չանցնի Քոչարյանի Փաշինյանի դիրքորոշումը կապված Արցախի հետ եւ հայոց ցեղասպանության հարցում 99%-ով համընկնում է երբ որ դուք ընտրում ես ասում ես Քոչարյանին ընտրենք որ Նիկոլը չգա իսկ դիրքորոշումները հարցրել եք օրինակ ինչով է տարբերվում Քոչարյանը ասում է պահանջատիրությունը դա արկածախնդիր դուք լսեք դրա իր ելույթը Ապրիլի 24-ին Ծիսեռնակաբերդում ասում է բանը դե բանը փող հատուցումը պահանջատիրությունը կներեք ասում է դա արկածախնդիր բան է դա անհնարին է դա չի լինի այսինքն ինքն էլ է դեմ պահանջատիրությանը Նիկոլ Փաշինյանն էլ է դեմ պահանջատիրությանը Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը նա էլ համարյա նույն բաններն է ասում այսինքն երեքի դիրքորոշումը այս հարցում լրիվ նույնն են Սկզբից Նարեկ Կարապետյանը ինչ էր ասում, ասում էր, ախպեր դե Արցախը պետքա բանանենք, տանը մարդիկ բնակեցնենք այնտեղ, դան պետք է վերադառնան իրավունքը, հետո մյուս անգամ հարց են տալ, ասում է, չէ, դե տես բան ոնց կլինի, ասում է, անհնար է, մենք բան չունենք Թուրքիայի նկատմամբ, տարածքային պրետենզիա չունենք։ Նույնը ասում է Քոչարյանը, նույնը ասում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն այս երեքի դիրքորոշումը չի տարբերում ոչ ցեղասպանության հարցում, երեքն էլ դեմ են պահանջատիրությանը բառացի པարզ ասում են դեմ են երեքն էլ Արցախի հարցում սկզբից ասում են որ պետքա բան հետո խափում են ասում են չէ դες չի լինի ամեն մեկը գրեթե այս մարդկանց ոնց ասեմ խոսույթը մեկ-մեկից թվում է որ նույն տեղից է նույն կենտրոնից է դուրս գալի այս վերջերս Նարեկ Կարապետյանն էլ ասաց չէ որ Թուրքիայի սահմանը բացելու մենք կողմ ենք այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ է կողմ սահմանը բացելու Նարեկ Կարապետյանն էլ է կողմ Նարեկ Կարապետյանը դեմ է պահանջատիրությանը Նիկոլ Փաշինյանն էլ է դեմ պահանջատիրությանը Ռոբերտ Քոչարյանն էլ է դեմ պահանջատիրությանը Արցախի հարցում ինչ որ անհեթեթ բան է խոսում ասում է դա միշտ էլ անկախ ա եղել անկախ է ճանաչված ինչ որ sense անհեթեթ բաներ է խոսում ասում է Հայաստանը Թուրքիայի նկատմամբ հարևանների նկատմամբ չէ անուն չի տալիս ասում հարևանների նկատմամբ բան չունենա պրետենզիա չունենա դա հասկանում ենք չէ ինչի նկատում ինքը պահանջատիրական Էլի նորից նույն պահանջատիրության մասին է խոսում, էլի։ Հասկանում եք, պահանջատիրություն պետքա չլինի։ Այս մարդկանց նույն դիրքորոշումը նույնն է։
Արա ընտրելուց պետք է ընտրես լավի ու վատի միջև, ոսկի միջինը, ոչ թե երկու կեղտի միջև։ Երկու տականքներից մեկին ես ընտրում, այս մի տականքը լավը չէ, այս մի տականքին ընտրեմ։ Այս տականքին ընտրում այդ ասում չի ախպեր, սա լավը չի, սա վատը։ Ու տենց այնքան են ընտրություն անել երկու տականքների միջև, ոչ թե ժողովուրդը մաշվի, Սամվելի ասած կազմակերպի գնա։ Երկու բառը Ասկլան Արիքյան, ունի տարբեր մեծ ռոբե։ 10 վարյան կերպում եւ որտեղ Սամվելի միտան փակի 10 վարյան ունիս։ Մեջ ասեմ։ Ուրեմն 300,000 ադրբեջանցիների վերադարձը դա ավելի շատ է դիտարկում որպես հիբրիդային պատերազմի սկզբունք։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում ոնց են այդ 300,000-ը գալու, բայց իհարկե դա պիտի հաշվի առնենք, որ վտանգավոր խոսույթ է նաեւ։ Դիտկան այս կետով համաձայն որտեղ ես կգարտեմ որ մեծ ինչ որ գիտեմ Ադրբեջանի մեջ Բաքուի մեջ 8 հարգանի շենքը պատրաստած են այդ մեկը գազམ-եկվելու անի հաջորդ թեման քեզի արտազա գրավիրեմ Սամվել Jan 3 րոպե լման քեզի է իսկ ես քվարգերուն ընդրեք ասկային ժողովրդական բեր ունի 3 րոպե որ կեմ որ աստուծի ունի 2 րոպե 50 վարյան իրականում ընտրությունը ճիշտ նշեց Արեգա որ պետք է լինի լավերի միջև 23 կուսակցություն է մասնակցում եւ պարտադիր չէ ընտրես նախկին ներկա այս շրջապտույտը շարունակվի մենք փորձել ենք նախկիններին էլ այսօր տեսնում ենք ներկաներին էլ միթե այս 23-ի մեջ չկա այնպիսի ուժ որ ժողովուրդը դուրս գա այս շրջապտույտից այնտեղ կան նու բացի բևերը էլի հետաքրքիր քաղաքական ուժեր կան, որոնք ունեն օրինակ մարտական եղբայրությունը նույնպես կուսակցություն ստեղծեց, չէ՞։ Նրանց այդ բանն էի կարդում նորից պետականամետ ահագին կետեր կան, բայց հստակ մեխանիզմներ ես չտեսա, թե ինչպես են իրենց նախանշած այդ նպատակներին հասնելու։ Ինչ եմ ուզում ասեմ, բևերի պարագայում մենք ունենք հստակ նպատակ, ունենք հստակ քաղաքական անցյալ եւ կա թիմ, կա լիդերներ, ովքեր նույնպես քաղաքական մեծ անցյալ ունեն եւ ժողովրդի համար դժվար չի լինի ինտերնետում տեսնել ով է։ Ուղղակի պետք է գնան եւ ընտրեն իրոք հստակ ազգային ուժերին, ազգային ուժին։ Այսքան է։ Շնորհակալություն իմ ասկային եւ ասկանական երկու անձնական մոդիկ բարեկամներուն, հաջողություն, բոլորս ալ բայկարինք եւ մենք միասին մեկ խնդրանք կամ portor քեզի Սամվել ջան, ունիս ալիքդ, խնդրեմ որ ալիքդ աշխատացնես, ակտիվացնես, այս վիդեոն անդերս եդերես։ Շնորհակալություն իմ լավ ընկերներ։ Բարի գիշեր ձեզ։ Շնորհակալություն Պետրոսյան։